Так, ինչն է պետք, ասա։ Դե սկզբից պետք է ստեղծենք folder։ So, Իսկ ասա դու գրեք։ Հա, ասա, ասա ես կգրեմ, հետո Run։ Так, ուր էր անունը, հես էր, անունը վերցնում ենք, հետո երկու հատ գիծ, հավասար է Ubuntu։ Այս նշանակում որ user-ի Ubuntu image-ը։ Այո, Word-ից Դե image-ը ինչի մեջ է։ Չէ, այսի ով ասի Word-ից է image-ը քաշելու, մի բան։ Ինչ որ դերս պիտի քաշի, չէ։ Հանեց ինձ ինտերնետից Word-ից։ Նման մի բան։ Շատ է տեսնում։ Այո, մարդը քաշում է։ Ինտերնետից ինչ է։ Անունը Docker հետ կապ ուներ ավելի շատ։ Docker։ Docker image-ից։ Չէ։ Չէ, բայց այդ Docker image-ները են։ Docker հաբի Մի բան։ Docker հա։ Հետո։ Չէ, բայց արդեն մի բան։ Ահա, հետո ինչ եմ գրում Միլինա ջան։ Հետո երկու հատ գիծ, labels։ Սենց։ Հետո հավասար է։ Այդ app-ը հավասար է OS app-ը հավասար է OS, հետո Հետո երկու հատ գիծ, restart, հավասար է ինչ։ Never։ Never։ Այո։ Լավ է restart-ը տես պետք չի։ Ոնց որ pod-ը ստացվում что deployment չի։ Так։ Լավ են հրամանները բացեմ, մյուս հրամանը պալիտ կլինի, պետք չի բացեմ։ Ասա լավ, գրում ենք restart, հավասար է ինչ։ Never-ը մեծատար բան կա, թե չէ։ Այո, կա։ Որն է։ Հետո էդի մի հատ բան արեք։ Ինչ։ Այս սկզբից մինչև վերջ բացատրի։ Դե բացատրի նորից։ Հա։ Դա create ենք անում pod, հետո name-ն ենք տալիս այդ Ubuntu pod-ը, ասում ենք name-ը, հետո use ենք անում Ubuntu image-ը, add ենք անում label-ը, ու create ենք անում pod-ը։ Լավ, ահա։ Ոնց ենք ստուգում։ Ուպսիքեր։ Հետո Ստուգում то есть կա չկա։ Այսինքն տենում ենք աշխատողը թե չէ։ Հա, կա թե չկա։ Ամենաճանաչված հրամանը։ Էլի pod-երը ստանանք։ Այո։ Մի բալ անժելային։ Ստատուսը ինչա գրե։ Completed։ Okay, լավ։ Մյուսը ինչ ենք անում հետո։ Kubectl։ Ինչ։ Այո։ Pod։ Ubuntu գծիկ pod։ Так, Ubuntu գծիկ pod, հետո Հետո երկու գծիկ name հավասար է and Ubuntu get service։ Так, Ubuntu get service, այսի։ Ահա, так, մի վարդան, սենց, հետո երկու գծիկ pod։ Ինչ, port։ Հա։ Ու ինչ որ, հա, գմենք 80-80։ Հավասար է։ Հավասար է 80-80։ Так, հավասար է 80-80, 80-80, 80, я 8 չգրած, ահա, էլի բան կա։ Target port չունենք չէ, տղաց։ Թե պետք է լինի 80-80։ Դե չեմ ունում, այս հիմա random։ Դե ասեք, target port պետք է։ Չեմ ասի։ Դե գրեք, գծիկ։ Target port, գծիկ port, ահա հավասար է 80-80։ Հավասար է ինչի։ Դե նույն 80-80։ Լավ։ Փորձենք հիմա խնդիր չկա, կարող է սխալ լինի։ Ինչ անեմ, random։ Հիմա random։ Օբշի ստեղծած, խնդիր չկա։ Ոնց ենք ստուգում։ Get service։ Так, ինչ հա։
տեսեք սխալ արեցի։ Get SVC։ Ну Ubuntu service-ը կա, հա։ Հիմա փորձենք check անել։ Check։ Անցավ։ Ունեմ 5 բալը տալի, Միլենային, մի բալը Արկուին, մի բալը Անժելան, ինչ է։ Տակ անենք մի հատ էլ ինչ-որ բան։ Hashtag-ից անենք, ընդ մի քիչ դժվար բան կա, այդ մյուս 10-ին երևի։ Կանենք pod surfaces, deployment issue։ Ասենք pod, տենանք ստե ինչա вообще ասում։ Հələ տենամ քասասները իմից ինչով է տարբերվում։ Հա, չկներեք, էսի չէ, արեսկի է։ Էսի ուրիշ է, քանի որ այնի ավելի բարդ էր։ Հետի մի հատ ցելի դաս պետք է երևի մյուսին նվիրենք, ստե ինչա kubectl get context get top notes լավ։ Հələ start տանք, տենանք ինչ ասում։ Context-ը set-up անենք deploy resource։ Նայեք ժողովուրդ, այս էլ անծանոթ բաներ ենք անցնում, բայց ինձ թվում է հեշտ է, հա։ Այս pod մեկն է, Որը։ Հա, տենց լավ էդի հələ մի բան արա, հեսա ստեկ անենք իրար հետ։ Նայեք ժողովուրդ, ուրեմն որտեղ որ դուք pod-ը deploy եք անում, հա, այդ սերվերը ռեսուրսներ ունի, հա, ռեսուրսը անսահմանափակ չի բարձր։ Ասենք օրինակ ստե բաների ուսանողները ենթադրենք սաղի տան նստեցին, ինչ որ ուսանող գալու է տեղ չլինի, հա։ Այս մեկը կարա՞ք։ Հա, ջան։ Բայց հիմա ենթադրենք մի հատ ուսանող կարա լինի, որի համար պետք է միշտ տեղական լավ դու, օրինակ ստե չի կարող ուսանող նստի, հա։ Դասախոսի դիգա կոնենսի։ Հիմա մարդկանց հոսքը գալիս է, բայց մեզ պետք է որ գոնե մի հատ նստարան, մի հատ աթոմ, հա։ Մի հատ ռեսուրս, ոնց որ տվյալ մարդու համար։ Հիմա մենք կարող ստեղծենք pod, pod-ի մեջ մենք նշենք, որ առնվազն այսքան ռեսուրս ոնցի պետք է, հա։ Գրում ենք ռեսուրս, դու կոպիտ եմ ասում, բայց սերվերից կվերցնես այսքան ռեսուրս։ Բայց ընդ նաև կա լիմիտ, հիմա անվերջ չի կարող վերցնի։ Օրինակ մի հատ ենթադրենք ծրագիր կա, որը շատ հիշողություն է օգտագործում, հա, RAM օգտագործում։ Մենք pod-ի մեջ նշում ենք, որ օրինակ 2 հատ RAM կվերցնես։ Բայց մենք նաև լիմիտ ենք դնում, որ 2 հատ վերցնես, եթե քեզ պետք է ավել, պետք է։ Բայց օրինակ 4 հատից ավել չվերցնես։ Այսինքն ինքը կարող վերցնի 2, 3, 4, հա։ Օրինակ դրա համար կա resources, որտեղ մենք նշում ենք օրինակ minimum-ը 2 եւ կա limits։ Limit-ը ասում ենք limit։ Այսինքն 4-ից չանցնես օրինակի համար։ Հիմա որպեսզի ավելի հասկանալի լինի, կարող ենք ստեգրենք Kubernetes resources, հա։ Հա, request, կներեք, request եւ limit-ներ, ոնց որ տենց էր։ Request եւ limit։ Այսինքն ինքը գոնե գալիս ենք ստե resource management for pods and containers։ Գանք մի հատ իր իդեպս YAML-ը, ինչ YAML դուք տնեք ժողովուրդ, կոչվում է manifest։ Ցանկացած հեսա։ Manifest։ Так։ Ստե երկու հատ կոդա բերեք այստեղ։ Այս երկրորդը նայենք։ Չէ, լավ, բերեք, տարբերություն չկա։ Էլի API version-ը pod-ի համար էդ է, այսի տեսակը pod-ա, metadata-ն անունը front-end-ը, specification-ը, container-ի specification-ը, անունը էսա, image-ը Docker Hub-ից այդ էսի է քաշում։ Այսիով բացատրեց 2 բառ։ Ուրեմն նայեք, յուրաքանչյուր մի հատ էսա ասենք, հասկանալի կլինի։ Յուրաքանչյուր pod 2 ռեսուրս է պահանջում։ CPU, հա, տվյալ սերվերից ու RAM, memory։ Ստե request-ներ կա ու limit-ներ։ Էսա ռեսուրսներն է։ Եկնում է ռեսուրսների մեջից։ Memory մինչև maximum 128։ Ինչ, ասան մի հատ։ Դե maximum-ը կլավ limit 128։ Հա։ Minimum-ը 500, minimum-ը 200։ Ինչ է նշանակում էսի։ Պետք է կարա։ Քան է լիմիտը դրանից։ Իսկ էսի ինչ է նշանակում։ Minimum-ը։ Այդքան request անում են ոնց։ Ահա, այդքան request ան, լավ, մի բան արտույն միլիոն։ Request անում, այսինքն այս նայեք, այս pod-ը աշխատելու համար
իրան առնվազն այսքան RAM-ա պետք, հա։ Ու այսքան CPU-ա պետք։ Այսքանից ավել ինքը չի կարող անցնել, էլի, այսինքն կարող է շատ ուժեղ պոդա, ինչ ասես չկա վրան եւ այլն, աշխատում է անցնում է, չի կարող անցնել, էլի, լիմիտ է դրա համար դնում, որ չանցնի անգամ։ Բայց ասում եմ առնվազն այսքան պետք է։ Հիմա պատկերացրեք, էսի մենք ուզում ենք մի հատ սերվերի վրա աշխատացնենք։ Եթե այդ սերվերի RAM-ը մաքսիմում 62 է, այսի կաշխատի թե չէ։ Չի աշխատի։ Այսի չի աշխատի։ Էսի request եւ limit-ները ասում է այս պոդի աշխատելու համար մինիմում այսքան ռեսուրս է պետք։ Այս պոդը հենց աշխատեց, այսքանը դու ապահովի, հետո ինքը կարա այս միջակայքում շատանա, բայց չի կարա սրանից անցնի։ Կանք իմաստը է։ Այս քաշում տալիս է, ներքև։ Հիմա ասում է fresher-ը, այսի junior-ն է։ Ոնց որ նոր պոդա deploy արե, հա, ասում է, բայց քանի որ ինքը ոնց որ բան է, ինքը սխալ բան արե։ Ինքը ուրեմն ինչ արե, specific resource limits դե ասում է ինքը resource limit-ների մեջ 100 միայ է limit-ը դրել, բայց պետք է դներ 50 միայ, հա։ Ասում է այդ node-ը, այդ server-ը ոնց որ այդքան resource չունի։ Նախ առաջինը ոնց ենք տենում ինչ պոդեր ունենք, երեք սկսենք դրանից։ Get pods, այն մեր, okay։ Մի հատ սրա ինչն եք նայում ենք YAML-ը, kubectl, նայ կարանք սենց անենք, kubectl, օրինակ describe pod, հա, ու my pod։ Ստայլի իրա մասին ինֆորմացիա է բերելու, էլի limit request describe, ցանկացած բան էլի Kubernetes-ում կարեք describe անեք, էլի ինես չի չեք կարա։ Անունը, namespace-ը, չգիտեմ, priority, service account, սենց լիքի ինֆորմացիա։ Так, հիմա, հələ կջնջենք, ինքը լա աշխատում է, չգիտես խի։ Նայեք, ինքը լա run-ի edit կարա կանենք, այո։ Մենք էդ էլ անելու ենք kubectl get pods, հա, my pod -o YAML։ Այդ YAML-ը տենանք вообще ինչա ստե գրած։ Դա ինչ որ բաներ կա, որոնք մենք ստե չգիտենք եւ այլն, բայց բարձրանք տենանք request-ները ուրա։ Հեսա, resource-ները։ Resource-ները, так, ինչա ասում, resource limit։ Հա։ Ասում է սխալմամբ, limit-ը 100-ի, այս սրա ինքը 100 է դրա, բայց պետք է 50 դներ։ Հետո միշտ հիշեք, ժողովուրդ, ով կարող ասի, եթե limit-ը request-ից քիչ է, կաշխատի թե չէ։ Չի աշխատի։ Բայց եթե դնում ենք limit-ը 50, request ենք անում այլ 50, երբ ենք ունի։ Որ չանցնի այդ։ Նայ, պատկերացրու հիմա այս pod-ը run-ելով, ինքը 50 հատ իր միավորը վերցեց, բայց ինքը server-ից կարա վերցնի 50-ից հավը միջակայքում ինչքան ուզի։ Հիմա քանի որ ասում է, մեր node-ը այդքան resource չունի, ուրիշ բաների համար էլ է ինքը պետք։ Դրա համար պետք չի, որ ինքը օրինակ 50-ից ավել ստանա։ Հա, քանի որ հիմա limit-ը 100 է, ինքը 50 ստանալու է, բայց ինքը կարա 60 ստանա, 70, 80, 90, դու բույթի։ Հիմա մենք էսի պետք է փոխենք։ Так, հավաքում ենք kubectl edit, հա, pod, так, pods, my pod, անունը ճիշտ ենք դրա, հա։ Ու հիմա կարանք մենք edit անենք։ Գալիս ենք ստե։ 100-ը սարքում ենք 50։ Ընդհանրապես։ Так. 50։ Так, էսի սենց պահպանում ենք։ Էսի նայեք, հիմա ես VI-ը օգտագործում, լավ է, editor-ը, հա։ Ես ես սենց եմ անում, ինքը մի հատ ժամանակավոր ֆայլ է ստեղծում, այսի։ Սրա մեջ փոփոխված YAML-ն է։ Հիմա եթե մենք էսի սենց անենք, cut, կտենանք նույն YAML-ը։ Հիմա ինչ ենք անում, ով կարա ասի։ Վերդեմ ենք հələ YAML-ը գնանք։ Այդ ֆայլը պետք է apply անենք։ YAML-ը բացում է, չէ՞։ Ինչ ենք անում։ Չէ։ Ահա։ Մի բալ քես։ Ու նշում ենք այդ ֆայլը։ kubectl, չէ, YAML-ը կա։ Արդեն kubectl apply file ու ֆայլի ճանապարհը։
Okay, էսի լը չստեղծեց, ինչ որ սխալ է տալի։ Էլի հա։ Так, field outer սխալ է տալի։ The pod my pod is invalid. Spec for Biden. Field outer does. Toleration. Նախ մենք մի հատ pod ունենք, չէ՞, նույն անունով։ Ճիշտ եմ իմանում։ Ճիշտ գիտեմ, չէ՞, ոնց որ Չի փոխվել նույնի վրա։ Okay, բերեք հələ ջնջենք այս pod-ը նախ։ Kubectl delete pod my pod։ Այսի ջնջեցինք։ Բերեք նորից apply տանք։ Ահա, հեսա, տեսեք, զուտ քանի որ նույն անունով pod կար, դրա համար չստեղծեց, իսկ ինքը հիմա ստեղծեց։ Ստուգելու համար հավաքում ենք kubectl get pods, որ համոզվենք տենանք ինքը աշխատում է թե չէ։ Check տանք։ Всё, անցա։ Այսօրվա համար այսքանը։